Ողջույն, առողջ սնվելը ոչ միայն դարձել է թրենդային, այլև ձեռք է բերել տարբեր ուղղություններ։ Կան մարդիկ, ովքեր մրգակերությունն են նախընտրում եւ սնվում են միայն մրգով։ Իսկ կան մարդիկ, ովքեր վեգաններ են եւ խուսափում են կաթնամթերքի ու մսամթերքի օգտագործումից։ Ես այսօր պատրաստելու եմ շատ հետաքրքիր ուտեստ, որը կոչվում է bowl։ Այս ուտեստը ներառում է տարբեր մթերքների համադրություն մեծ խորը ամանի մեջ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուրը ինքն է ընտրում, թե ինչ մթերքներ օգտագործի։ Այսպիսով, այսքան խոսելու փոխարեն, պարզապես գնամ խոհանոց եւ ցույց տամ իմ իդեալական bowl-ի եղանակը։ Bowl-ը հաճելի եւ հետաքրքիր ուտեստ է այն պատճառով, որ այն ոչ ուտեստ է, ոչ էլ աղցան։ Այդ երկու հասկացությունների մեջտեղում է գտնվում ու յուրաքանչյուրը ինքն է ընտրում, որ բաղադրիչը օգտագործել։ Նաև նշեմ, որ քաղցր տարբերակներն են շատ համեղ, օրինակ յոգուրտի տարբերակով, երբ որ մի հատվածում յոգուրտ է, մյուս հատվածում ընկույզ, մեղր եւ այլ հավելումներ, ինչու ոչ։ Այսօր գտել եմ մի քանի շատ հետաքրքիր խոսույթներ աստվածահայտնիների կողմից, կարդամ եւ փորձեմ նաև մեկնաբանել։ Կա միայն մեկ հաճույք, որին գերակշռում է համեղ սնվելը եւ դա ուտելիքի պատրաստությունն է՝ Գյունտեր Գրաս։ Շատ համաձայն եմ այս խոսքերի հետ։ Bowl-ը պատրաստ է, որը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև շատ համեղ եւ օգտակար։ Ողջույն սիրելի դիտորդներ, ձեզ հետ եմ ես Կրիստինան եւ ուզում եմ մի հարց տալ. կա մարդով չի սիրում կրուասաններ։ Դե իհարկե սա հռետորական հարց է, քանի որ գրեթե բոլորը սիրում են կրուասաններ, որոնք լինում են ինչպես աղի, այդպես էլ քաղցր միջուկներով։ Իսկ ես այս կրուասանը պատրաստելու եմ ոչ թե սովորական ձևով, այլ ձու պաշոտով, որը ստացվելու է անչափ համեղ, այնպես որ տեղափոխվում եմ խոհանոց։ Իդեպ, կրուասանը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է կիսալուսին, հենց դա է պատճառը, որ արդյունքում ստանալու եմ կիսալուսնի տեսք։ Նաև նշեմ, որ հիմա կրուասանները դե շատ բազմազան են, տարբեր միջուկներով, բայց այսօր հենց ձեզ ցույց եմ տալու ինչպես պատրաստել ձու պաշոտ, որը այնքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է։ Նկատել եք, որ երբ գնում եք ծննդի եւ տեսնում եք երկու տորթի կտոր, որից մեկը իդեալական է, մյուսն էլ անփույթ, մի փոքր լղոզված, ընտրում եք չգիտեք ինչու հենց այդ տարբերակը։ Պատճառը այն է, որ կա անգամ այդպիսի թրենդ, որը կոչվում է անփույթ խմորեղեն, անփույթ տորտ։ Այսինքն մարդը ընտրում է այն տարբերակը, որը ձեռքերով է պատրաստված, մայրիկի կողմից, այն ունի հոգի։ Ես արդեն խմորը բացեցի, ինչպես կարելի է նկատել, բազմաթիվ գծիկներ եմ արել, գծագրություն եմ իրականացրել, որ հասկանամ, որ եղանակն է ավելի հեշտ, որպեսզի ստացվի կրուասաններ։ Ինչ եմ անում դրա համար։ Նախ ամբողջ խմորը 2/5 եմ բաժանում։ Նշեմ, որ արդյունքում ես ստանալու եմ մեծ կրուասաններ, քանի որ այն լինելու է միջուկով, եւ պարզապես վերևի ծայրից, երկու կողմի վերևի ծայրից հասցնելու եմ այդ գիծը մինչև կենտրոն։ Այո, այսպիսի վստահ գործողություններով ես ստանում եմ արդյունքում 4 կրուասան։ Առաջի կրուասանը պատրաստ է։ Անցնում եմ հաջորդին։ Ձուն օգտագործում եմ նրա համար, որ կրուասանները ավելի կարմիր դառնան եւ դրանից նաեւ ես կհասկանամ, երբ կարող եմ այն արդեն հանել ջեռոցից։ Բայց հիմնականում կրուասանների պատրաստման համար հարկավոր է 10-ից 15 րոպե ժամանակ։ Բարի ճանապարհ։ Բոլոր բաղադրիչները պատրաստ են, կարծում եմ, որ կրուասանները նույնպես։ Եկեք նայենք։ Այո, պատրաստ եմ։ Տեսեք մի հատ չափսերով ինչքան է մեծացել, ստացվել է իսկապես գեղեցիկ։ Մի փոքր պետք է սպասեմ, որ սառի եւ 2/5 եմ անում կրուասանները։ Արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ կրուասաններ ձու պաշոտով, որը նաեւ շատ համեղ է եւ գեղեցիկ։ Ողջույն սիրելի դիտորդներ, վերջապես հերթը հասավ աջիկային ու աջիկայից պատրաստվող սոուսներին եւ ուտեստներին։ Նշեմ, որ այսօրվա նախաճաշը եվրոպական խոհանոցից է, շատ հետաքրքիր է, այն կարող եք ուտել ինչպես տաք, այդպես էլ սառը, ինչպես դպրոցում, այդպես էլ տանը, բնության գրկում եւ աշխատավայրում, այնպես որ գնամ խոհանոց եւ կիսվեմ այս հիանալի բաղադրատոմսով։ Եվ իհարկե, ամենավերջին բաղադրիչը, որը օգտագործելու եմ այս սոուսի համար, կանաչին է, սամիթը։ Այն վերջում եմ օգտագործում, որպեսզի
այն իր բոլոր օգտակար համերը փոխանցի մնացած բաղադրիչներին եւ ինչու ոչ, նաեւ շատ գեղեցիկ ստացվի։ Խառնելուց հետո սպասում եմ 1-2 րոպե եւ անջատում եմ գազօջախը։ Եվ վերջում խաղողը։ Դե ինչ, համեղ ու կարևորը հագեցնող նախաճաշը արդեն պատրաստ է, տեսեք։ Նշեմ, որ այս բաղադրատոմսը շատ արագ է պատրաստվում, ես ծախսեցի ընդամենը 10-ից 15 րոպե ժամանակ։ Եվ այսպես ներկայացնեմ իմ հյուրին, գեղեցկուհի, ֆուդ բլոգեր Լեդի Անի։ Ուրեմն ես Անին նախորդ մի քանի ուտեստներ եմ առաջարկել, ինքը ընտրել է ամենատնական, ասած որ լրիվ տան հայ հարսիկ, էլի, այդտենց ուտեստ է ընտրել, քիչ ես ընտրել։ Ես իրականում շատ եմ սիրում պատրաստել, իմ բլոգում երբևիցե չեմ դեմոնստրացնում դա, բայց այո, շատ հաճախ պատրաստում եմ ու այն ինչ որ այսօր պատրաստելու ենք, ես շատ սիրում եմ։ Հա, առաջինը անպայման սոխն ենք անում, տապակում ենք ու նոր արդեն, այո, շնորհակալ, չէ։ Վայ։ Նոր արդեն շնորհակալություն։ Նոր արդեն սպանախը կավելացնենք։ Խոշոր ես սիրում սոխը, թե մանր ավելի։ Մեկա, բայց սիրում եմ սոխ օգտագործել ուտեստների մեջ։ Ոնց պատահի, էլի։ Մի փոքր փչացնեմ, երևի, հա։ Շատ ուշեղ է միացած գազօջախը։ Մեզ այսօր զոհեր պետք չեն։ Ոայ, բույրը զգում ես։ Այո, շատ լավ բույր է գալիս։ Օ, ես նաև առաջարկում եմ ավելացնենք վրան քունջուտ։ Քունջուտի սերմեր։ Այո։ Արի, համաձայն եմ։ Եվ այսպես, Անի ջան, որ խնդրեմ կբացես ջեռոցը։ Շնորհակալություն։ Այսքանը ինձ, այսքանը քեզ։ Հա, վերջացա։ Բայց կարծում եմ, որ համեղ կստացվի։ Կենացանենք։ Այո, cheers։ Կենացինք։ Շատ համով է, անկեղծ։ Ահա, այսպիսին էր իմ ու Անիի հաղորդումը, մենք պատրաստեցինք շատ համեղ ուտեստ, ինչպես նաև զրուցեցինք միասին։ Անի ջան, ում ես դու քո էստաֆետան փոխանցում։ Ես կփոխանցեմ իմ 3 ընկերներին։ Ապա մեկը Մինյոնն է, Մինյոն ջան, այտենանք ոնց ես դու պատրաստում, մյուսը իմ լավ ընկեր եւ նաեւ խոհարար Աբրահամն է։ Եվ երրորդը կկանչեմ իմ սիրելի ընտանեկան զույգին, դա Գևն ու Քրիստեն։ Ընտիր, շատ լավ, ուրեմն հաջորդ հաղորդումների շրջանակներում կփորձենք հրավիրել նաև այդ հյուրերին եւ նրանց հետ միասին պատրաստել համեղ ուտեստներ։ Այսօր ձեզ հետ եմ ես եւ Լեդի Անին։ Իսկ այս հաղորդումը դուք կարող եք դիտել հայկական երկրորդ հեռուստաընկերությամբ, YouTube-ով, Facebook-ով եւ Instagram-ով։ Առայժմ